Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցերի շրջանակներում զրուցելու եմ քաղաքական գիտությունների դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, առաջին անգամ շփոթեցի ես ձեր կոչումը։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, մանավանդ որ այսօր շատ ուրախալի լուր ենք ստացել, եւ ես շատ ուրախ եմ, կկիսվեմ այդ լուրով մեր հասարակության հետ։ Դուք նկատի ունեք Նյու Յորքից ստացված լուրերը։ Այո, իհարկե։ Պարոն Վարդանյան, ես արդեն կռահում եմ դուք ինչ նկատի ունեք, բայց դրան կանդրադառնանք մի փոքր ուշ։ Հիմա Թրամփը Նյու Յորքում Ալիևի հետ կարճ հանդիպում է ունեցել, որից հետո Ալիևին այսպես շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, ասելով, որ պարոն նախագահ դուք հրաշք եք գործել։ Վաղուց հայ հասարակությունը չի զարմանում Թրամփի հակասական հայտարարություններից։ Հիմա ինչ կարող եք ասել, սա ակնարկ է, թե սա իսկապես անկեղծ հիացմունք է եւ Թրամփը հավատում է, որ Ալիևը խաղաղություն է հաստատել Հայաստանի հետ։ Չէ, դե գիտեք ինչ, ես կասեի այսպես, Թրամփի համար բնորոշ է նման հայտարարություններ անելը, բայց դա ոչինչ չի նշանակում։ Այս վերջին մի քանի ամիսների ընթացքում քանի անգամ ենք լսել, որ Թրամփը լավ հարաբերություններ ունի, ընկերական հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, որ հեսա որ է արդեն ուրեմն խաղաղության պայմանագիր կստորագրվի եւ այլն։ Բայց վերջում տեսանք, չէ՞, ինչ եզրահանգում ունեցավ այդ ամեն ինչը։ Համենայնդեպս այն արտահայտությունը, որը դուք շեշտեցիք, որը դուք հիմա մեջ բերեցիք, ես կարծում եմ, որ ընդամենը Ալիևի գլխի տակ փափուկ բարձ դնելն է, ուրիշ ոչինչ, որովհետև ընդհանրապես միջազգային ասպարեզում այս վերջի մի քանի շաբաթների ընթացքում Ալիևի եւ Ադրբեջանի գործերը, այսպես ասենք, շատ վատ են, վատից վատ են։ Նախ վերջնականապես փչացված եւ նսեմացված Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք միշտ Ադրբեջանի համար այսպես հույսի ու հավատի բան են եղել, հիմք են եղել, եւ բացի դրանից նաեւ եվրոպացիները հուսահատվել են, եվրոպացիներն էլ արդեն մի քանի այսպես բավականին կոշտ հայտարարություններ արեցին Ադրբեջանի հասցեին եւ անձամբ Ալիևի հասցեին, եւ հետո չմոռանանք, որ այն հանդիպումը, հիշում եք օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումը, երբ այսպես կարծես թե հանկարծակի Թրամփը հիշեց եւ Ալիևին հարցրեց, քանի տարի է որ դու իշխանության ես, նա էլ ասաց 22 տարի, դա պատահական չէր։ Այդ ամեն ինչը հիշողության մեջ մնում է, ինչպես համաշխարհային ուրեմն հասարակության հիշողության մեջ այնպես էլ Թրամփի։ Ժամանակը կգա, որ այդ ամեն ինչը կդրվի սեղանին եւ Ալիևը կստանա համապատասխան հարված։ Բացի դրանից չպետք է մոռանալ, որ բավականին վատացել են Ալիևի ու Էրդողանի հարաբերությունները։ Դա էլ պետք է հաշվի առնենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները, այսպես ասած, եղբայրական հարաբերությունները արդեն բազմաթիվ ճեղքեր են տվել, մենք դա տեսնում ենք, ինչպես Էրդողանի հայտարարություններից, այնպես էլ Ալիևի պատասխաններից, այնպես որ այստեղ ես շատ այսպես ուշադրություն չէի դարձնի եւ շատ բարձր չէի գնահատի այն ինչ որ դուք ասացիք, այդ Թրամփի այսպես կոչված գովասանքի խոսքերը Ալիևի հասցեին։ Դա ընդհանրապես նորից եմ ասում, փափուկ բարձր Ալիևի դատար գլխի տակ։ Փափուկ բարձ, որ ինչ անի, պարոն Վարդանյան։ Որ ժամանակին հարված հասցվի, այնպիսի հարված, որը հիմա արդեն դուք ասացիք մի քիչ ուշ խոսենք այդ մասին, բայց դա ամենակարևորագույն նորությունն է այսօրվա, այնպիսի հարված, ինչպիսին հասցվելու է հիմա արդեն Ռուսաստանին այդ նույն Թրամփի հրահանգով, որտեվ Թրամփը արդեն բացեիբաց ասաց այդ մասին Զելենսկիի հանդիպման ժամանակ։ Ասաց, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքները։ Այո։ Այդ հայտարարությունը նկատի։ Այո։
Հիմա դա ինչ է նշանակում, եթե Թրամփ այդպիսի հայտարարություն է անում։ Ճիշտ է, ես ցանկանում էի նաև մի փոքր խորանալ այդ Էրդողան-Ալիև ձեր ասած հակասությունների ուղղությամբ, բայց եկեք Զելենսկու հետ կապված, Ուկրաինայի հետ կապված թեման ամփոփենք, հետո կվերադառնանք անպայման Էրդողան-Ալիև հարաբերություններում այդ հակասություններին։ Հիմա Թրամփի հայտարարությունը ըստ էության ինչ է նշանակում։ Ուրեմն Զելենսկու եւ Տրամփի հանդիպումը պլանավորված էր, տևողությունը պլանավորված էր 45 րոպե, բայց տևեց ընդամենը 7 րոպե։ Այսինքն այլ կերպ ասած 6.5 անգամ ավելի կարճ տևեց, քան նախատեսված էր։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ տեղի է ունեցել շատ կարճ ու կոնկրետ, շատ այսպես փաստերի վրա հիմնված խոսակցություն, որը ազատ էր տարբեր տեսակի դիվանագիտական ձևակերպումներից, բազմանշանակ այսպես հայտարարություններից, ոչինչ չպարունակող խոսքերից եւ այլն։ Եվ այդ հանդիպումից հետո Տրամփը իր գրառումը արեց իր սոցիալական ցանցերում, բավականին կտրուկ եւ բավականին ասպասելի, ոչ ոք չէր սպասում նման հայտարարություն Տրամփից, որը ինչպես տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ասում էր, պնդում էր, որ իր լավ հարաբերությունները, ընկերական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ թույլ են տալին իրեն ուրեմն հուսալ, որ շատ շուտով արդեն ուրեմն պայմանագիր է կնքվելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, որ անպայման այդ պատերազմի վերջը գալու է եւ այլն եւ այլն։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ Տրամփը լրիվ հակառակն է ասում։ 180 աստիճան արդեն փոխվել է նրա ընկալումը Վլադիմիր Պուտինի ուրեմն պահվածքին։ Դե Վլադիմիր Պուտինն էլ արդեն մենք տեսնում ենք բոլոր սահմանները անցել է։ Արդեն Լեհաստանից հետո Ռուսաստանի դրոնները հայտնվել են ուրեմն Էստոնիայի օդային տարածքում, վերջերս նաև Դանիայի, Նորվեգիայի, արդեն ոնց որ ասած հաբրգել է, այսպես ասենք, հաբրգել է այն աստիճան, որ ամբողջ Եվրոպան եւ վերջապես նաև ինքը Տրամփը համոզվել են, որ Վլադիմիր Պուտինի հետ շարունակել ինչ-որ բանակցություններ, ինչ-որ հանդիպումներ, ինչ-որ համոզմունքներ եւ այլն, դա դատարկ բան է։ Այլևս ես այսպես հասկացա Տրամփի ասածից, գրածից, որ այլևս Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություն, ոչ մի Պուտինի հետ հանդիպում տեղի չի ունենալու։ Դրա այլընտրանքը ո՞րն է, պարոն։ Այլընտրանքը այն է, որ Ռուսաստանին պետք է հասցվի հզոր հարված, մանավանդ որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ֆինանսատնտեսապես արդեն կանգնած է վերջնական փլուզման եզրին, այդ մասին Տրամփն էլ ասաց, եւ բացի դրանից Տրամփը նաեւ ասաց, որ ՆԱՏՕ-ին հատկացնելու է ամենահզոր, ամենաժամանակակից ուրեմն զենքերը, զինամիջոցները, որոնք նախատեսված են հետագայում ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվել Ուկրաինային։ Բացի դրանից Ուկրաինան ինքն է արդեն իր սեփական արտադրությունն է զարգացնում, այս վերջի նվաճումներից մեկը Ուկրաինայի այն էր, որը կոչվում է Ֆլամինգո։ Այդ հրթիռը, թևավոր հրթիռը, ուրեմն իր մեջ պարունակում է մոտ 1 տոննա հարվածային ուրեմն մարտագլխիկ, որը կարող է փլուզել 10 մետրանոց բետոնե պատնեշը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է։ Եվ այդ ամենը խոսում է այն մասին, որ ընդհանուր այսպես արևմուտքը, ես նկատի ունեմ եւ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն եւ վերջապես նաեւ Միացյալ Նահանգները եկան են համոզման, որ պատերազմին վերջ տալու համար հարկավոր է ջախջախիչ պարտություն հասցնել Ռուսաստանին։ Հիմա այդ պարտությունը կամ հզոր հարված ինչպես պետք է հասցնեն, պատժամիջոցների տեսքով, թե Չէ, պատժամիջոցների միջոցով չէ, պատերազմի դաշտում, ռազմի դաշտում։ Արդեն թույլտվությունը ստացել է Ուկրաինան, հարվածել ցանկացած Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին, ոչ միայն նավթամշակման
ուրեմն գործարաններին, այլ նաև այլ ռազմական օբյեկտներին, անկախ նրանից թե որտեղ են գտնվում։ Հենց Մոսկվայի կենտրոնում էլ գտնվեն, դա նշանակություն չունի։ Արդեն փաստորեն թույլտվությունը Ուկրաինան ստացել է։ Եվ Թրամփի խոսքերից ելնելով մենք կարող ենք ասել, որ բանը գնում է նրան, որ Ռուսաստանին հասցվելու է ջախջախիչ պարտություն, մոտարապես այն աստիճանի, որը հասցվեց ուրեմն համաշխարհային երկրորդ պատերազմի վերջում Հիտլերի Գերմանիային, եւ դրանով պատերազմը կավարտվի։ Եվ դրա հետ միասին կավարտվի նաև կփլուզվի եւ կվերանա Պուտինյան ռեժիմը Ռուսաստանում։ Սա է շատ կարևոր։ Եվ ամբողջ աշխարհի անվտանգության համար եւ մասնավորապես մեզ համար, մեր Հայաստանի համար։ Ես ինչու եմ դա շեշտում, որովհետեւ հերթական ընտրական process-ը, որին մենք սպասում ենք անհամբեր, որը տեղի կունենա շուտով, ընդամենը մի քանի ամիս անց, արդեն այլ կերպ է ծավալվելու, արդեն այնտեղ մեր հասարակության մեջ մինչ օրս գոյություն ունեցող, այսպես կոչված ռուսամետ տրամադրություններ, մտքեր եւ այլն, մանավանդ հաշվի առնելով այս վերջերս Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, ինչ մեկ որ ասած չէ, մենք մեզանից ինչ ենք ներկայացնում, որ չլինենք որևէ դաշինքի մեջ, իսկ միակ դաշինքը, որը կարող է ապահովել մեր անվտանգությունը, դա Ռուսաստանի մաս կազմելն է, այսինքն Հայաստանը Վարդան Ղուկասյանի, այո։ Հա, այսինքն Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի մաս, գուբերնիա, այսպես ասենք։ Այդ տեսակի բոլոր տրամադրությունները, մտածելակերպը լիովին կվերանան։ Այն պահից, երբ արդեն Ռուսաստանը, որ այսօրվա իր վիճակով այլևս գոյություն չի ունենա, քանի որ կվերանա Պուտինյան ռեժիմը, եւ ինքը Ռուսաստանը կմասնատվի, ես բազմիցս եմ այդ մասին ասել, եւ ձեզ զրույցներում, եթե հիշում եք, Ռուսաստանը որպես այսպիսին, այսօրվա իր վիճակում, այլևս քարտեզի վրա գոյություն չի ունենա։ Եվ Վարդան Ղուկասյանի նման մտածողները հանձինս Ռուսաստանի ոչ մի այսպես հույսի հիմք չեն ունենա այլևս։ Իսկ սա նշանակում է, որ ընտրություններում համապատասխանաբար կբաժանվեն նաև մարդկանց ձայները։ Ես կարծում եմ, որ ռուսամետությունը, եթե ոչ 0.0%, ապա գուցե կես տոկոս կամ առավելագույնը 1%-ից ավելի ձայն չի ստանա։ Սա նշանակում է, որ բոլորին հայտնի այսպես իրենց պախարակած այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը, ինչպիսին են դաշնակները, որոնք միշտ եղել են ռուսամետ, այլևս ոչ մի շանս չեն ունենա ներխուժել ազգային ժողով։ Սա նշանակում է, որ ազգային ժողովում կլինեն հենց այն ուժերը, որոնց մենք անհամբեր սպասում ենք, այսինքն ազգանամետ ուժերը, այսինքն այն ուժերը, որոնք բարձր են գնահատում մեր երկրի, մեր ժողովրդի անցած բազմահազարամյա պատմությունը, որոնք չեն կասկածում, որ մենք պետք է բոլոր մեր ուժերը ներդրենք վերադարձնելու այն կորուստները, այն ցավալի կորուստները, որոնք ունեցել ենք վերջին մի քանի դարերի ընթացքում։ Պարոն Վարդանյան, եկեք վերադառնանք այդ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում եղած հակասություններին, ինչ է կարծում այդ հակասությունները որ ուղղությամբ են նրանց միջև եւ ինչու Հայաստանի նկատմամբ դիրքորոշման հարցում նրանց այդ հակասությունները կարծես թե այդքան սուր չեն։ Որովհետև մենք անգամ վերջին թուրքական պատվիրակության այցելությունից հետո տեսանք, որ Թուրքիան կապում է սահմանի բացման գործընթացը այնուամենայնիվ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Ամեն դեպքում պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքը։ Թուրքիան միշտ իրեն տեսնում է տարածաշրջանային առաջնորդ։ Թուրքիան, համենայնդեպս Էրդողանը, իրեն տեսնում է մեծ Թուրանի վերարտադրության այսպես նախաձեռնող եւ առաջնորդ։
Եվ այդ հաշվի առնելով Թուրքիան իհարկե տեսնում է, որ Ադրբեջանի պահվածքը ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ, այլ ընդհանրապես իր արտաքին քաղաքականությունը ամենևին չի նպաստում այդ արդեն նշված նպատակներին հասնելու համար։ Իսկ Էրդողանը երբեք Ադրբեջանի հետ այսպես կոչված եղբայրական հարաբերությունները ավելի բարձր չի դասում, քան այդ իր նկարտումները, որոնց մասին ես ասեցի։ Եվ դրանով է ես կարծում եմ պայմանավորված այն հանգամանքը, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները արդեն զգալիորեն նվազում են։ Իսկ սահմանի բացումը, այսպես թե այնպես սահմանի բացումը իհարկե շահավետ է լինելու Թուրքիայի համար։ Ես չգիտեմ որքանով շահավետ կլինի դա մեզ համար, ճիշտ ասած չեմ կարող այսպես միանշանակ ասել, որ մենք էլ շատ ուրախ կլինենք։ Գուցե մոտ ապագայում դա կունենա իր արժեքը, գուցե, բայց այսօրվա վիճակում ես չեմ կարծում, որ այդ սահմանի բացմանը մենք պետք է ուրեմն ծափահարենք եւ ուրախանանք, որովհետեւ կան բազմաթիվ հարցեր, որոնք այսօրվա իշխանությունը հաշվի չի առնում։ Ընդհանրապես, ուրեմն ստորագրել այսպես համատարած խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ կամ ծափահարել ուրեմն Թուրքիայի սահմանը բացվելու հանգամանքին այսօրվա վիճակում չի կարելի, քանի որ մինչ օրս մեր սուվերեն տարածքում գտնվում են Ադրբեջանի զինվորականները։ Մենք դա գիտենք, չէ, 250, մոտավորապես 250 քառակուսի կիլոմետր մեր սուվերեն տարածքի վրա գտնվում են ադրբեջանցի զինվորները։ Որոնք ըստ իշխանությունների դուրս կգան սահմանազատման գործընթացի ավարտից հետո։ Ես չգիտեմ դուրս կգան, թե դուրս չեն գա։ Դա առայժմ դեռ դատարկ խոսակցություններ են։ Բացի դրանից, Ադրբեջանում շարունակում են գտնվել մեր գերիները, որոնց ազատման համար դեռ այդ թեմայով Ալիևը ընդհանրապես հրաժարվում է խոսել։ Չնայած եթե հիշում եք այդ նույն օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ ինքը Թրամփը ասաց, որ ինքը անձամբ դիմելու է Ալիևին, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիները։ Չգիտեմ դիմել է թե չի դիմել, գուցե եւ դիմել է, բայց եթե դիմել է, ապա հասկանալի է, որ բացասական պատասխան է ստացել։ Այնպես որ այդ բոլոր հանգամանքները իմի բերելով մենք կարող ենք ասել, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները գնալով ավելի ու ավելի կվատթարանան, դրանում ոչ մի կասկած չկա, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հանգամանքը, որ թե ինչպիսի ազդեցություն կունենա Ռուսաստանի պարտությունը, ջախջախիչ պատմությունը այս պատերազմում, ինչպիսի ազդեցություն կունենա մեր հասարակության մտածելակերպի վրա եւ ամենակարևորը գալիք ուրեմն պարլամենտական ընտրությունների վրա։ Ես շատ կցանկանայի, որ մեր պարլամենտում հայտնվեն ուրեմն ազգակենտրոն ուժեր, որոնք բարձր են գնահատում ոչ միայն մեր ուրեմն ազգային սիմվոլները, Արարատ սարը, որ ինչպես գիտենք վերջերս Նիկոլի հրահանգով հանվեց բոլոր կնիկներից, ոչ միայն Արարատ սարը, ես նորից կվերադառնամ 100 տարից մի փոքր ավելի տեղի ունեցած եւ կայացված Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Վերջապես այդ վճիռը պետք է կյանքի կոչվի։ Մանավանդ որ նա ճունի հետադարձ ուժ, այդ իրավարար վճիռը ճունի հետադարձ ուժ եւ ճունի ուրեմն
Վաղեմության ժամկետ, հա։ Վաղեմության ժամկետ չունի։ Սա նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք այդ հանգամանքները։ Այսքան ժամանակ, արդեն քանի տարի է, իբրև թե Հայաստանը ազատ երկիր է, հա, ինքնիշխան, որևէ մեր երկրի ղեկավարից դուք լսել եք գոնե կես բառ այդ մասին։ Պարոն Վարդանյան, թեմայի հետ կապված ես հարց ունեմ, բայց առաջարկում եմ այս պահին մեր եթերում գովազդային ընդմիջում հայտարարել, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք եթերում գովազդել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ուղիղ եթերում Նոյան Տապանը շարունակում է իր աշխատանքը, հիշեցնեմ, որ զրուցում եմ քաղաքական գիտությունների դոկտոր հրապարակախոս Արկադի Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, դուք ասացիք ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, երբ Ռուսաստանը ջախջախիչ պարտություն կրի, դա ուղիղ ազդեցություն կունենա այստեղի քաղաքական դաշտի պատկերի վրա եւ ռուսամետ ուժերը շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում ու հիշատակեցիք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերին, բայց շատ լավ իմանալով ձեր կարծիքը Նիկոլ Փաշինյանի ավելի շատ արևմտամետ կամ ռուսամետ լինելու այդ հետ կապված ձեր դիրքորոշումը, դուք նրա անունը չհիշատակեցիք, ինչու։ Հիմա առանձին կասեմ։ Գիտեք ինչ, արդեն հայտնի է, ես կարծում եմ բոլորը դա գիտակցում են եւ համաձայն են անմտքի հետ, որ ամենաուժեղ, ամենաազդեցիկ թմրամիջոցը դա իշխանությունն է։ Արդեն 7 տարուց ավել է, ինչ իշխանության է եկել այդ նույն Նիկոլ Փաշինյանը, չէ՞։ Վերջերս ուշադրություն դարձնենք նրա հայտարարություններին։ Հիշում եք, չէ՞, մի քանի օր առաջ նա ասաց, որ պետությունը ես եմ, հա։ Իսկ սա ինչ է նշանակում, որ օրենքները, նորմերը, ուրեմն ամեն ինչ ինքն է։
ինչպես որոշում է, այնպես էլ պետք է լինի։ Ես կարծում եմ, որ իշխանությունը շատ բացասական ազդեցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի պահվածքի վրա, նրա մտածելակերպի վրա, որը բացի դրանից էլ մինչև էտել ոնց որ ասենք ժողովուրդն է ասում դորտոբեշ չեր անում, բայց հիմա այն ինչ որ մենք տեսնում ենք, սա իհարկե ազգադավ բնույթի քաղաքականություն է, որը վարում է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը։ Այս վերջի իրենց համագումարի ժամանակ նա նաև ասաց հետևյալը, որ այլևս մենք հրաժեշտ ենք տալիս 3-րդ հանրապետությանը եւ անցնում ենք 4-րդ հանրապետությանը։ Սա ինչ միտք է, ես չեմ հասկանում։ Երբ 18-ից 20 թվականը գոյություն ունեցավ Հայաստանի հանրապետությունը, այն ժամանակ ով էր ասում, որ դա Հայաստանի առաջին հանրապետությունն է։ Կամ սա ինչ հաշվարկ է, սա ինչ նումերացիա է, առաջին հանրապետություն, երկրորդ հանրապետություն։ Մեր Հայաստանը պետք է լինի ժողովրդավար հանրապետություն, ազգային ժողովրդավար հանրապետություն, առանց որևէ համարակալման։ Հասկանում եք, բացի դրանից են մանր-մունր բաներից էլ չեմ ուզում խոսեմ, որ ժողովրդավարությունից շատ է հեռացել այդ նույն Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ ես չգիտեմ, ես իհարկե այդ նույն օրինակ Սամվել Կարապետյանի երկրպագուներից չեմ, ոչ իրան ճանաչել եմ անձամբ, ոչ էլ այսպես իր քաղաքական մտքերն ու սպասելիքները չեմ կիսում, բայց այն հանգամանքը, որ այդ մարդուն մեկ ընդհանրեն նախադասության համար, որ ասեց մենք մեր ձևով կպայքարենք, այդ մեկ նախադասության համար ազատ ազրկել, սա իհարկե ոչ մի տրամաբանության մեջ սահմաններում չի տեղավորում։ Սա ինչ է նշանակում։ Այդ մարդը կարող է մտածել է, որ ինչ է նշանակում մեր ձևով։ Գուցե իրանց ձևը բանն է, հացադուլ հայտարարելն է։ Դրա համար պետք է նստացնես մարդուն։ Այլ ընտրանքային ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ մրցելու ռեսուրս կամ շանսերը ինչպես է գնահատում։ Ես կարծում եմ, որ եթե մի կողմ դնենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած Ես կարծում եմ, որ ազգամետ ուժերը շատ ավելի մեծ ռեսուրս կունենան, միանգամից իրենց ռեսուրսը կավելանա, անկախ իրենց ցանկությունից։ Միանգամից կավելանա, որովհետեւ ես կարծում եմ, որ Սփյուռքը ավելի ակտիվ ուրեմն կմասնակցի մեր ներքաղաքական զարգացումներին, որովհետև Սփյուռքի համար դա կլինի, այսպես գիտեք ինչ, շատ հզոր եւ հեռանկար պարունակող իր մեջ հանգամանք, այն ինչի մասին մենք քիչ առաջ խոսեցինք։ Եվ Սփյուռքի հետ համախմբվելով, Սփյուռքի ուրեմն ազգակենտրոն ուժերի հետ համախմբվելով, այդ ուժերը կարող են բավականին մեծ հաջողություն ունենալ սպասվելիք ազգային ժողովի ընտրություններում։ Ես դրանում չեմ կասկածում։ Օրինակ, այն միավորումը, որը կոչվում է Հայաստանի ազատագրման համաշխարհային կոմիտե, որը գլխավորում է Գագիկ Սարուխանյանը, որին ես միշտ աջակցել եմ եւ աջակցում եմ, ես կարծում եմ, որ կոնկրետ այդ ուժը միանգամից իր վարկանիշը կբարձրացնի։ Շատ լավ։ Պարոն Վարդանյան, մեր հարցազրույցը ամփոփենք հետեւյալ հարցով. մինչև երբ է ըստ ձեզ շարունակվելու վարչապետ Փաշինյանի եւ նախկին նախագահների միջև այդ ով է մեղավոր, ով է խաղաղություն բերել, ով պատերազմ բանավեճը։ Ես միշտ ասել եմ, եթե հիշում եք հարգելի Էլիզա, ես միշտ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանք բոլորը ժողովրդի լեզվով ասած նույն թայֆից են, Բայց հիմա ինչու են կռվում։ Ինչպես։ Ինչու են կռվում, այսպես ասած կռվում բանավիճում այդ կռվելը որն է մեղավոր, ով է կռվելը որն է մեռան այդ Ռոբերտ Քոչարյանին բռնելով, բաց թողնելով, մինչև հիմա ոչ Սերժիկ Սարգսյանն է նստած ճաղերի հետևում, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը։ Հələ դրանից բացի Ռոբերտ Քոչարյանի որդին էլ ազգային ժողովում է նստած։ Սա ինչ է նշանակում։ Սա ուղղակի ծիծաղելի է, սա զավեշտալի է։
Սա անընդունելի է։ Ես դրա համար համոզված ասում եմ, որ Ռուսաստանի ուրեմն գործոնը վերանալուց հետո այդ բոլոր ուժերը, այդ բոլոր թափթփուկները ուղղակի իրենք կամավոր կհայտնվեն պատմության աղբանոցում, ուղղակի կամավոր կգնան ու վեր կգնեն այդ աղբանոցում, ուրիշ ճանապարհ նրանք չունեն, ուղղակի չունեն, որտեվ այնքան բաներ կբացահայտվի, չնայած բացահայտվելու կարիք էլ չկա, մենք բոլորը շատ լավ գիտենք ովքեր են դրանք, ինչ թալանի են մասնակցել, ինչ մարդասպանություններ են արել, ինչ գողություններ են արել, ինչ կաշառակերություն է եղել, ինչ մարտի 1 է եղել, հոկտեմբերի 27-ը, այդ ամեն ինչը մենք գիտենք, չէ։ Հետո քիչ առաջ խոսում ենք Նիկոլ Փաշինյանի այսպես իր վրա իշխանության մեջ լինելու վատ ազդեցության մասին, չէ։ Հիշում եք այն նախադեպը, երբ Նիկոլ Փաշինյանի շարասյունը ուրեմն փողոցով անցնելիս վրաերթի ենթարկեց հղի կնոջը։ Մահացավ այդ կինը։ Որևէ մեկը դրա համար պատասխան տվեց, պատասխանատվություն կրեց, այսինքն երթան արդեն հղպացած են այդ մարդիկ, որ ոչ մի բանի հետ հաշվի չեն նստում, ոչ մի բանի հետ։ Դե ինչ է նշանակում միայն այն արտահայտությունը, որ պետությունը ես եմ։ Ով ես դու, Լյուդովիկոս 14-րդն ես դարել մեր գլխին։ Ով ես դու, որ հայտարարում ես, որ ուրեմն այս մասը պետք է այս կողմ գնա, այս մասը պետք է այն կողմ գնա, ես ասացի, ես եմ օրենք ստեղծողը, այդ եսասիրությունը ուր հասցրեց այդ մարդուն։ Ես նորից եմ ասում, դուք կտեսնեք, թե ինչպիսի շրջադարձ կունենա այդ նույն Նիկոլ Փաշինյանի հրետորաբանությունը, հենց ճիշտ այն պահից, երբ կվերանա պուտինիզմը Ռուսաստանում, երբ Ռուսաստանը կպարտվի։ Իսկ քանի դեռ չի պարտվել, այս իշխանությունը շարունակելու է այդ իր բալանսավորման եւ բալանսավորված։ Չէ, ես կարծում եմ, որ այդ այսօրվա նորությունը, որի մասին մենք այդքան հանգամանորեն խոսեցինք, չէ, արդեն սառը ցնցուղի նման կազդի, այդ նույն Նիկոլ Փաշինյանի վրա։ Էլ չեմ ասում Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի եւ այլոց մասին։ Այդ դրանց մասին չեմ ասում։ Արդեն սառը ցնցուղը կլինի։ Հետևենք այսօր, տեսնենք ինչ է կատարվում, չէ, մեր ներքաղաքական կյանքում եւ կտեսնենք, կհամոզվենք, որ դա իրոք այդպես է։ Որտեղ նրանք այն աստիճան հիմար չեն, որ չտեսնեն ու չհասկանան ինչ է կատարվում աշխարհում։ Եվ ինչպիսի հետևանքներ է ունենալու։ Դուք այսինքն բացառում եք, որ Թրամփը կարող է նորից փոշմանել իր այդ հայտարարության մասով, նորից գովերքել Պուտինին։ Չէ, սա տուն-տունիկ չի, սա մեծ քաղաքականություն է եւ այստեղ տիկնիկներ չեն գործում, այստեղ գործում են քաղաքական գործիչներ, կներեք տավտալոգիայից համար, բայց Տրամփն էլ այն աստիճան հիմար չի, որ ինքը իր տակը փորի։ Վերջին հաշվով Միացյալ Նահանգները դա ժողովրդավարական պետություն է, հաջորդ տարի իմիջիալոց պետք է տոնեն 250-ամյակը, Միացյալ Նահանգների Տրամփը այդ ամեն ինչը հաշվի է առնում։ Նա չի կարող մոտենալ այդ հոբելյանական ուրեմն օրվան լրիվ ուրեմն խայտարակ եղած ու պախարակված, չի կարող ուղղակի։ Հենց իր շահերից ելնելով նա պետք է հասկանա, որ այլևս հետդարձ չկա։ Այն ինչ որ ինքը ասեց, այն ինչ որ ինքը շարադրեց իր գրառման մեջ, պետք է կյանքի կոչվի։ Նա ասել է, չէ, Ուկրաինային ասել է, նա Զելենսկուն ասել է, խփի տղա ջան, խփի։ Շնորհակալ։ Որ մասին ուզում ես խփի։ Մենակ թե հասնես հաղթանակի եւ քո երկիրը ազատագրես եւ հասցնես 1991 թվականի սահմաններին։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական գիտությունների դոկտոր հրապարակախոս Արկադի Վարդանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։